Կարդում եմ Նազենի Հովանեսյանի էջից։ Ցավը այդպիսի բան է, անապ ու անեզր։ Մի օր դուրս է հորդում, որ մաքրի, որ արթնացնի, միավորի, այս լույս երեխեքին ինչ ապագա թողեց գերագույն կործանիչը։ Խլեց անցյալի հաղթանակն ու արժանապատվությունը, կործանեց մի ամբողջ ոսկի սերունդ, օտարեց մի դրախտ հայրենիք, ներկայում ամենօրյա թունավորումով սպանում է յուրաքանչյուրիս, իր կազմաքանդող գոյությամբ, հակահայությամբ ու խտացված ատելությամբ։ Մահ, ինչ եկել է պատերազմ է ու մահ, ֆիզիկական ու հոգևոր մահացում, ամենօրյա ռեժիմով պետական բռնություն, մտածողի, հայրենիք ունեցողի, իր սեփական երկրում ապրող հայի, սփյուռքի, դրսի թե ներսի հայի, մինչև վերջ կռված ու վերջում հատուկ իր իսկ ձեռքով անտուն թողած Արցախցուն, բոլորիս, մեր սրտերը քրքրող, մեր արյունը խմող խրեշի, իրական պատկերը պարզ է ու շատ վաղուց, անհերքելի հակահայ, մեզ ատող ու ինքնակործան։ Գալստյան կիրակին էր երեկ, տիրոջ գալուստով ստվերում չի մնալու և ոչինչ։ Աներեք մարդը այսօր չի ստեղծի, էլ ուր մնաց հասնի վաղվան։ Ոչ էլ ակնկալեք միջազգային կամ մարդու իրավունքների պաշտպանից ինչ-որ բան, որոնք վաղուց հոգեծախ են ու հարմարորեն կույր, երբ պետք է։ Ամենից շատ սրանց բարկացնում է հիշողությունը, հիշենք, Արցախ։ Իր որդին ազնիվ ու հերոսական հայի ամուր ոգի է ունենալու պապի ու մայրիկի պես անկոտրում, ազատություն բոլոր գերիներին, քաղբանտարկյալներին, հոգևորականներին և արթնացում բոլոր քնածներին։